Ողջունում եմ շատ ցելի հեռուստատողներին, մեզ մոտ կրկին մենք Սփյուռքի առաջ ենք եւ հետարքրական մեր զրույցի շարունակությունը հաղորդման երկրորդ մասում իմ հյուրն է դերասան եւ երգիչ, ինձ համար շատ լավագույն ընկեր Ռազմիկ Մանսուրյանը եւ մենք շարունակում ենք մեր զրույցը Ռազմիկ Մանսուրյանի հետ եւ ես ուզում եմ այսպեսի մի հարցադրում անել, մենք հաղորդման առաջին մասում փորձեցինք հասկանալ լավ ինչքան էսպես եւ ուր ենք գնում եւ ուր ենք հասնելու։ Այդ հարցը դու ինձ էլ ուղեցիր եւ շատերն են ինձ ուղում, ես էլ շատերին եմ ուղում եւ դեռևս քաոսի մեջ չենք կարողանում գտնել, բայց կարեւոր է արվեստագետի խոսքը։ Լավ, ինձ համար անհրաժեշտ է, որպեսզի դուք արտահայտվեք շատ կարեւորի մասին։ Մենք ապրում ենք Սփյուռքում երկար տարիներ։ Հայաստանում էլ ապրում են մեր հայրենակիցները։ Մեկս մյուսին մի ժամանակ շատ ջերմագին, ջերմություն կար։ Սա ինչի անտարբերության մթնոլորտում։ Արդեն էսի արդեն նրանից է, որ սուտը մեջտեղ եկավ։ Խաբեությունը մեջտեղ եկավ։ Ով խաբեց։ Ասեմ։ Սփյուռքը խաբեց Հայաստանին, թե Հայաստանը խաբեց։ Հայաստանը խաբեց Սփյուռքին։ Այն նվիրվածությունը, որ մենք ստեղից անում էինք իրանց, գնաց ընկավ ջուրը։ Բայց ցավում եմ, ասում, մի անգամից ասեմ ով արեց։ Մի անգամից ասեմ ով արեց։ Հայկական Հայաստանի հիմնադրամը։ Հիմնադրամը։ Այո, անպայման խաբեց։ Տարիներ։ Շարունակաբար խաբեց, ցավը տանեմ։ Ես ժամանակին ասում եի, այդքան փող որ ուղարկում են ընդ այդ ասֆալտներն են սարքում, ես են անում, Երևանի կտրտած ծառերի մասին ենք փող, ես գիտես քան հատ բարեգործական համերգներ եմ եկել, ոչ մեկ իր նպատակին երևի չի հասել, կամ եթե հասել էլ, ասենք 15000 կամ 5000 կամ 50000, 2 միլիոն գնացել է, ընդհանրապես երևի 5 միլիոնն է ծախսել, մնացածը բարև ձեզ ոնց եք։ Հիմա այդ հիմնադրամը այնքան խաբեց, մեծ տարիքի չեն անում այդ հիմնադրամը, էլի չի հիմնադրամ։ Կերան պրծան, էլի ուտողները կերան, մարսողները մարսեցին, որ ճիշտ են ասում, ինչի հիմա։ Այսինքն Սփյուռքը հասկացավ, թե ուղղակի այլևս Սփյուռքը հետաքրքիր չի, սա եմ ուզում հասկանալ։ Չէ, Սփյուռքը հասկացավ։ Սփյուռքին միշտ էլ հետաքրքրել է իր երկիրը։ Հիմա էլ միշտ էլ հետաքրքրել է իր հայրենիքը։ Ապրած էլի հայրենիքում, ապրած չելի, միշտ էլ հետաքրքրել է։ Այդ հետ է թանկ։ Միջև ես մեր անկախանալը 70-ական ինչ էին անում, ինչքան էինք մենք լսում Սփյուռքից մարդիկ էին գալի, գնում էին, միած Սփյուռք էինք, մենք էինք գնում համերգների, ընդես մեր լացել այդ մարդիկ։ Լաց կար, այո, կարոտ կար, այո։ Այսօր սովորական երևույթ է դառել։ Գիտեմ։ Այսօր այն Մասիսարը գիտես քանի հոգու տունական դե։ Այսինքն Գնում խեղճերը կայնում են Մասիսարի դեմը, սկսում են լացել, փողերը ծախսում են, ստեղ նվիրատվություն են անում, էսի բան, բայց արդյունքում բան չկա։ Դե այսօր արդեն Հայաստանի կառավարությունն ասում է Մասիսարը այլևս դա երազանք է, մի էլ մտածեք դուք արագացնում եք, ինչի եք Մասիսարի մասին խոսում։ Հա։ Ես գիտեի, որ մենք Մասիսարն ունենք, հետո նոր արագացը։ Դե հիմա մեզ հետ են ասում։ Հիմա ասում են Հայաստանի պատմություն կա, այլևս հայոց պատմություն չկա։ Դասագրքեր պետքա լինի Հայաստանի պատմություն։ Դե գերիş ջան, էդի հայ ժողովուրդ մոռացեք են ինչ որ ունեցել եք, դա ձերը չի այլևս ավարտած։ Էդի ասեմ ինչին հետ եմ համեմատում։ Ուր են մեզ տանում։ Ասեմ ինչի հետ եմ համեմատում։ Նա տեներ ունեմ Լերնագանցի մանվելը, միրգա ծախում։ Մի օր մեկին ասեց Բադրջան էր ծախում։ Ասեց տղա ջան, ինչ արժի Բադրջանը, ասեց 3 փաունդը $1։ Ասեց, այդ ինչի որ տղա ջան, հենա։ Մեքենան կանգնած է 4 փաունդը $1 ծախում։ Ասեց, էսի սպեշալ է։ Որա ժարիտ կենես, թավի մեջ ռևերս կենեք, օտոմատ։ Հիմա սրանք ռևերս են արել մեր կյանքը։ Հետ են գցել։ Թե միջև ուր են գնացել, ես չգիտեմ։ Այսինքն բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ այ ախպեր ջան, հասկանալը որն է, մարդիկ ժամանակին երկում էին անստինք սասուն։ Այսօր ասում չկա, հիմա ես արդեն չեմ երկում, որտեվ այնպես չթողեցին, որ ես բան անեմ։ Ճիշտ է, ես հայրենասեր մարդ եմ, էլի երկեմ։ Զինվորի մասին բան, բայց այտենց բան Դե ասում մեզ գերտերություններն են ստիպել, որ տենց երկենք, տենց ապրենք, բայց դա չի մեր իրականությունը։ Մենք լրիվ ուրիշներ ենք ապրել այսքան տարիներ։ Ո՞ր ասել է ապուշություն արել։
որ ասում ապուշություն Երկրի անում։ վարչապետը ասում։ Դե ապուշություն անում, այդպես բան չի կարելի։ Հետո երկրի վարչապետը իր ռեյտինգը գցել է։ Այսքան երկիրը տվեց նրան հիմա բանակցություններ անում մեր էլեկտրեսային Միրզոյաններ որ բանում Ամերիկայի մի շուտ բան պետք է ստորագրեին ինչ անեին։ Կամ 100-ամյակին չգիտեմ ով չասել ով էր բաներ չէ Թրամփն էր տնօրենը Երբ 100 մեր եղերնի 100-ամյակի ժամանակ Թրամփը չէր նախագահան կարծեմ Թրամփն էր չասեց գենոցիդ Արա գենոցիդը պետք է բայց բոլորն էլ ասել են մի րոպե ասելով որ ասել են ինչ որ ասել են ինչ այդ չասելով ու ասելով է այդ գենոցիդը պետք է թուրքն ասի որ ես արել եմ գենոցիդ Չէ բայց ուզում եմ ասեմ մենք պահանջատիրությունը մեր մոտ կդրվեց նախագահան չէ կդրվեց ամեն ինչ կդրվեց չէ բայց այդպես չի բաներ կա որ Բա ուր է մեր զգոն երիտասարդությունը, ապագա սերունդը, ում վրա պետք է հենվենք։ Ասեմ ուրա։ Ուր են այդ երիտասարդները։ Խեղճացրել են բոլորին։ Ասեմ ուրա Բերթերում։ Դու բինկեքով գլխներին տալիս են, չես տենում, ես տենում եմ, լացս գալիս է։ Ինչի՞ է ծեծում արա։ Դու հայ ես։ Եկուս նույն ձևի փոխվի կառավարությունը, դու էլի նույն պաշտոնին կարող ամենաս կամ քեզ հանեն, դու չհանեն, քո ներքևինները կմնան։ Հիմա նրանք ծեծեն նրանց։ Այսինքն ամեն ինչը գույներով է, ուրեմն մենք դալտոնիկ ազգ ենք, ախպեր։ Մենակ սև ու սիպտակն ենք ջոգում, կարմիր, կապույտ, կանաչ, նարնջի, բամ, դրանք չենք ջոգում։ Դա մեր իրականությունից դուրս են այդ գույները։ Չէ, ճիշտ ես ասում։ Չի կարելի։ Գերիշ ջան։ Ես հանդիպել եմ։ Հա։ Այդ քո ասած նախագահին հանդիպել եմ ստեղ, տեսել եմ։ Այս նոր նախագահի, մեր չէ։ Վարչապետին։ Երբ որ եկավ, ես գնացի ուրախացել էի։ Դե բոլորն էին ուրախացել, հա։ Ուրախացել։ Եթե փաստա դա, իրան հետս խոսած, ասես քեզ հետևում եմ, քեզ ճանաչում եմ։ Մենակ ինքը չէ, իր հետ եկածներն են, բանս մենք չէինք պատկերացնում, որ դու նախ ստեղ ես, երկրորդն էլ բանը նախ ստեղ ենք, երկրորդն էլ որ քո հետ պետք է ծանոթանանք, ճանաչենք։ Հա, հետո Ղարաբաղի նախագահի հետ եմ նստել եմ Բակո Սահակյանի հետ։ Նրա հետ եմ նստել։ Չես կարող տարբերես, էսա, այնա, բայց ոնց վեկալը մեզ ընդհանուր հիմա արդեն բան կա, որ մեկը ինձ ասեց, դե լավ են նարեկ ես նեղացրել են կառավարությունը ստեի։ Ասի ներողություն, ուզում եք ձեր դույով խոսամ, թե դուքով։ Բա ոնց ուզում ես։ Ասի դուք ով եք, որ ինձ այդպես բան ասեք։ Լավ են արել թե չէ։ Հիմա ասում եմ դուի։ Դու ես քու եւ գնաց հիմա հասնում եմ դուի սրանք սա գողական եմ խոսալու սրանք սա մի կուտուկ են մի ֆռռացող են սա նակլի լավ այսինքն մենք չենք իմանում ինչ անենք մենք չենք իմանում ինչ անենք հա չենք իմանում ժողովրդին խառնել են սաղին իրար չենք իմանում ինչ անենք թացը շորի հետ խառնել են արվեստագետներ կան մեզ ինգեր են եղել Արվեստագետներ կան մեզ ինգերոջ երեխեք են եղել, այսօր էլի մեծանում են բանն անում, դու սաղին խառնել են իրար, էնի երկում, այնի չի երկում են նրան բանն անում, էնին անուններ են դնում, չգիտեմ, բաներ են անում, բայց ինչի լավն էինք է, լավն էինք, են Նադեժդա Սարգսյանն եկել էր, ստե դորեմին բերել էր, այնքան լավ էր, այնքան հավեսին էր, հետ երեխեք հետ գնացի, ես է երկեցի, Օրբելյանն էլ կար, բան կար, ես ամեն ինչ ես արժեքազրկվեց ես ամեն ինչ, կոչումներ արժեքազրկվեց, ես են օրը մեկին տեսա, իրա կոչումով, ասես շուտ, ոնես պետի ժողովրդական արտիստ էր, ինձի արդեն էտի պետ չի, կոչում, գրիշ չան, ինձ ու քեզ էտ ինչի ապետ, հիմա ես ու դու, ես Երևանում եմ, ստեղ էր, քայլում եմ, ես չեմ անում, ինչա կատարվում, իսկ մարդիկ մտածում են, որ ինձի անենց են արել, որ ստեղ անուն անեմ, լավ, իսկ ես ամեն ինչ է, երբևից է քո մեջ ամփոփել ես, սա ինչ-որ հայ մարդու արած գործա, թե ինչ-որ դրսի ծրագիր է իրականացվում հայի ձեռքով, արվեստը հայ մարդն է, չէ, արվեստը չէ, ես խառնաշփոթ է, այսօր սենց արվեստը իրա վաղճանն է ապրում, չգիտեմ, ամեն ինչ ինչ-որ վաղճանվում է, ասենք։ Ես մի ժամանակ մենք լավ ընկեր ունենք, իր այդ ինտերվյու տվեց, հետո ինտերվյուն կանգնացրի։ Որտեղ խոսացի մի բան, ասի,
Նիկոլայը ցարը չէ, էս։ Լեննականից եկավ հասավ Երևան։ Նիկոլայը ցարը չի էս։ Նի եկավ հասավ Երևան։ Արա մի հատ խելոք մեկը չեկան այն ծառի վրից թրք վերջացներ։ Բայց սարկած էր։ Սարկեցին, հա։ Գրիշյան սարկած էր։ Հիմա ինչ եմ էսի ասում։ Խի Վասկենի նման տաղուն կարելի էր մեջտեղից տանել կամ Կարեն Սերոբիչի նման մարդու, որոնց հետ ես լավ շփվել եմ գիտեմ։ Խոսենք ինձ մասին գովազդից հետո։ Լավ։ Իմ շատ սիրելի հեռուստացողներ, մնացեք մեզ հետ, այս պահին մեզ մոտ գովազդային կարճ դադար է։ Հիշեցնում եմ եւս մեկ անգամ Երևան Shipping ընկերության գնային քաղաքականությունը, որը պարզապես հեքիաթային է։ Ես առաջարկում եմ ձեզ օգտվել նրանց ծառայություններից։ Երևան Shipping ընկերությունն առաջարկում է ծանրոցների փոխանցում դեպի Մայր Հայաստան, ընդամենը փաունդը արժեքը 2.99, իսկ դրամական փոխանցումներն ընդամենը 1%-ով։ Գովազդ է մեր եթերում։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստացողներ, շարունակում ենք մեր զրույցը, իմ հյուրն է Ռազմիկ Մանսուրյանը եւ մենք խոսում ենք կարևորի մասին։ Իդեպ դուք Հայաստան ծանրոցներ ուղարկում եք եւ որտեղից։ Գրիշչյանը ինչ ունի, որ ինչ ուղարկեմ ցավ։ Բայց վստահ եմ ուղարկելուց միայն Երևան Shipping։ Լավ։ Ես այս պահին ուզում եմ հարցնեմ, մենք քիչ առաջ խոսեցինք Սպարապետի եւ Կարեն Դեմիրճյանի մասին, որ վերջերս մի այսպես քաոսային իրականություն կար մեր մեջ եւ այդ երկու անձնավորության անունան հետ Խաղացով Պարոն Հայրիկյանը։ Հայրիկ Բարուկյանը։ Պարոն Հայրիկյանը։ Հա։ Դե հետո արդեն հասկացա, որ երևի պետք չէ նման բան անել, որովհետեւ ինչքան կարելի է ժողովրդի մեջ վերջացնել են ինչ որ արժեքներ են։ Այդ նրանց նմաններն էլ վերջացնում են այս ամեն ինչը, Գերիշչյան։ Ինչ դրանք են ռոպագանդա անողները։ Այս ժողովուրդն էլ այնքան տուֆտա է, այնքան անհասկացող է, որ անդադ էդի ցույց է տալի, խես ցույց տալի, արա։ Խես տնավ YouTube, որ իմանա, որ Պարոն Հայրիկյանը տես բան ասե, մի անգամ ցույց տվել հերիքը արդեն։ Այդ ինչ անդադ կենտրոնանալ դրա վրա։ Այդանան մյուսն, այն մյուսին, այն մյուսը, սենց նոր ճանապարհ ես բացում, որ նման բաներ լավ հերոսներին սենց անվանազրկել։ Բայց չի կարելի։ Չէ, անվանազրկել, այսպես մեր մարդկանց ում որ հարգել ենք, ընդունել ենք, ընկալել ենք։ Գերիշչյան մի հատ բան ասեմ, էլի։ Մարդկանց սենց անընդհատ ազգանունները հարցս ուղղեմ։ Ազգանունները ավարտենք, մեր մեջ, սերունդների մեջ վերջացնենք, լավ, ուր ենք գնալու սենց։ Սուրիկենս կտուր։ Լսի։ Իսկ չես կարծում արդեն Սուրիկենս կտուրից ընկնում ենք ներքև։
չենք կընկնում, չենք հասնում։ Չենք հասնում։ Անգամ կտուրը չես հասնում։ Հիմա ասեմ, խի որ Վազգենը ողջ լիներ։ Կանային լպտային։ Դե բնականաբար ոչ։ Կարեն Սերոփիչը ողջ լիներ։ Այդ մարդը այնքան բարի մարդ էր։ Հնդելը։ Բախշյանը, ես Բախշյանի կինը իմ դասատունն եղել ֆիզիկայից։ Շատ բարի, դա Անահիտը։ Ամարտ կրթված մարդիկ, Ժամփոչյան գրագետ մարդիկ, Անահիտը։ այո։ Քուր արվեստագետ, ջութակահարուհի, բարեկամներ ուներ։ Ուզում եմ շփում էինք։ Ուզում եմ ասեմ, այդ լավ մարդկանց վերացրեցին, էլ ինչ ես ուզում ելնի։ Որ վերացրեցին, ախպեր։ Ինչ դուս եկավ, որ ով էլ գա պետք է վերացնեմ։ Բայց ես եկավ, ասեմ, պահեց ախպես չեմ հասկանում, հնարավոր բան չկա, կա։ Ով եկավ պահեց, ինչը պահեց։ Ես եկավ, այդ գիծը պահեց։ Մենք մտածեցինք, որ պետք է կոդրվի ամեն ինչը բան։ Բայց ուղիղ մի տարի հետո, սա էլի նույն Բոլորը իրաց տեղում են։ բոլորը իրաց տեղում են, բա ոնց անում, այնտեղ բան անում։ Այտենց բաներ են անում։ Այսինքն եւս մեկ անգամ հավատ կոտրվեց ժողովրդի մեջ։ Հույս կոտրվեց ժողովրդի մեջ։ Ես ասեմ անկախությունից հետո մի քանի անգամ այդ հույսն ու հավատը կոտրվել է ժողովրդի մեջ, մեղքն է ժողովուրդը։ Դրա համար ավտոբուսներից վարորդը սենց է կախված ավտոբուսներից այն ժամանակ ասում էր անկախ կախվածներ եկեք առաջ դոմ ստացեք իջեք անկախացել էի բայց ինչ Լավ Սփյուռքի անելիքը որն է։ Մենք այստեղ ուժ ենք, մեր անելիքը որն է։ ով է ուժ Մենք էլ ենք այսպես անջատված ուժ։ Okay, ընդունում եմ Մենք ինչի չենք համախմբվում։ Okay, Ախր մենք առաջ համախմբված Okay, ենք, ընդունում եմ։ համընթանում։ Գրիշյան համաձայն եմ, Սփյուռքը ուժ է։ Ինչ եմ ինչ արել։ Դե սխալ է գնացել իրականության մեջ։ Այդպես էլ է թա։ Այլ որպես փողի Ինչ անենք, մենք ստիշ չենք կարել թանք հեղափոխություն անենք։ Իսկ չեք կարող պահանջատեր լինենք։ Չենք գնում։ Այս փողոցները ով փակեց։ Այն downtown որ եկել էր այդ մեր վարչապետը։ Ովքեր էին եկել այդտեղ։ Այդ պահանջատերերն էին, չէ՞ եկել։ Եկան պահանջեցին, ինչ Բայց ինչ են հիմա անտարբեր։ Ինչ ես քան անտարբերություն։ Չէ՞ որ հայրենակիցներն են ապրում։ Գորելա, չեն հավատում Գրիշ ջան։ Եթե որ հավատային, հիմա էլի հիմնադրամ կանեին, այս Ղարաբաղցիներին կօգնեին։ Ես Ղարաբաղ չեմ եղել։ Քանի անգամ առիթ ա եղել որ ես գնացել եմ Երևան, Ղարաբաղ չեմ եղել։ Ընդհանրապես չեն օգնում, բանի տեղ չեն դնում։ Դե այդ եմ ասում, բա մեղքը չեն։ Իհարկե։ Հանեկցել են դուս։ Բա մեղքը չեն այդ մարդիկ։ Ես չեմ հավակնում։ Ես դա ժամանակին ասել եմ, Ղարաբաղը չներ, կարող է սենց է չլներ։ Այդ հարցը եթե չներ, սենց է չլներ։ Դրա համար ինձանից ոչ մի բան չի գնացել։ Կարեն Սերոփիչը այդքան բան չէր։ Կարեն Սերոփիչը ինձ այդ տարին կոչում էր տալի։ 87 թվականին Մոսկվայում ես երկեցի Սայատնովա 275-ամյակը Բալշոյ թատրոնում։ Բարձրացավ բեմ, որտեղ կանգնած էր Կիևան Գրիգորյան, Խորեն Աբրամյան, Արթուր Ուտմազյան, Ժենյա Ավետիսյան, Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան։ Ասեց. «Արա, ասես դու կինոյին ոնց հաղում, այտենց էր խոսում։ Արա, ասես դու կինոյին ոնց հաղում ես, այտենց էլ երգում ես։ Երևանում քեզ տենալու, որովհետև Երևանում տենալու եմ քեզ»։ Ինձի խորիկն ասեց Խորեն Բաբկենիչը։ Արա դու շուգիդես, չէ՞։ Ես որ ասում եմ, քեզի կոնշում ատալու, ու արժանի ես։ Եկանք Երևան Ղարաբաղյան շարժումը սկսեց փետրվարի 18-ն էր, շատ լավ եմ հիշում։ Ու բոլորս մտանք շարժման մեջ։ Մտել էինք, մենք արդեն մտանք շարժման մեջ։ Ու Դեմիրճյանն ասեց, «Ռապ։ Մեր Ղարաբաղը մեր ջեբը չի, հանին։ Հանին, բերին, տարան, բերին, խփին»։ Դաժան։ Ամեն դեպքում մենք իրականությունից չենք կարող փախնենք, բայց ես մտածում եմ մեր երեխաների մասին։ Ինչ է լինելու։ Անկեղծ մտածում։ Ես անկեղծ ասեմ։ Անկեղծ մտածում։ Անկեղծ էլ ասում եմ։ Այսպես չի կարելի։ Գրիշա ջան, անկեղծ էլ ասեմ։ Եթե այս երկրում են ապրում քո երեխեքը, Չէ, երկրի կապ չունի, երեխաները այնտեղ են ապրում, Չէ, ուրիշ բան եմ ասում։ Հիմա անենց է դարը, որ
Այսինքն ես կարամ ասեմ նախորդ մի բան, որ մենք երբ որ սկսեցինք երեխա ունենալ, մենք դադարեցինք մեր մասին մտածելու։ Բնականաբար։ Հիմա պետք է մտածենք երեխեքի Այդ մասին։ եմ ցավում, Ամեն ինչ մարդ պետք է իր լինի։ ընտանիքի մասին մտածի, կարողանա գոնե ինքը իր մեջով, իր եկած են Աստծո դաստիարակությամբ, ծնողների դաստիարակությամբ, ոնց որ մեզ են դաստիարակել, մենք բարի մարդիկ ենք, ախպեր։ Մենք էլ մեր ձևով դաստիարակենք մեր երեխեքին, գոնե այտենց կարողա պահպանենք որոշ բան։ Հետո կարողա պատահի մեկ էլ մի հատ հանճար ծնվի մեջներից։ Չոր բան փոխի։ Քրիստիան սես չի մնալու։ Սրանք էլ են գնալու։ Չեն էթալու։ Սատկելու են։ Դե։ Սատկելու են վատ վիճակով։ Շատ վատ վիճակ է այսօր։ Պարոն Մասուրյան, անկեղծ Սա շատ վատ Կադաֆին, վիճակ։ Սադամ, Մադամ, սաղին գյուլեցին, բայց այդ մարդիկ աղբեր իրանց Պահում էին երկիրը։ զինվորական էին։ Զինվորական էին։ Այն օրը ես հետևում էի դոգի խոսակցությանը, Վարդան Ղուկասյանի խոսակցությունը, շատ լավ բան ասաց, պետք է ղեկավարը, երկրի ղեկավարը պետք է զինվորական լինի։ Պինդ։ Բայց այսօր պարլամենտի մեջ զինվորականներ կան, շապալախ են ուտում, որոնք եղել են մեծ մամուչի, կամ մեկը մեկի վրա թքի, կամ սենց ան, սարիկայություն է դա, չի կարելի տենց բաներ անել, պահի կեզ արժանվում, ես բեմ եմ բարձրանում, իմ հետ ենքան, բայց ես ընենց եմ Ոչ կայացածներ դեռևս, հա։ Ընենց եմ անում, Որ բոլորը իրանց հավասարաչափ լավ են։ զգան, Իհարկե, բնական է, դա է պետք։ Նստում եմ, խոսում եմ, զգուշ կմտնես, սենց կանես, էս կանես, ինձ ինչ է դա։ Այսօր ամենաուժեղ պոտենցիալ հնարավորությունը ես ունեմ ինձ սենց պահելու։ Խփում եմ իմ քթին։ Միջին երկև։ Մի բաներ գլուխդ խոնարի է դրանց համար, ովքեր հոգևորվեն։ Սրանք հելի առել են, տենում, ուր եք այդ հմարա։ Լավ, վերջերս Ռուբեն Մաթևոսյանի տարեդարձն էիք տոնում այստեղ Լոս Անջելեսում, հրաշալի նախաձեռնություն ունի իմ լավ ընկերներից մեկը Հովհաննես Շահբազյանը, ստեղծել են ժողովրդիկների անսամբլ, ես Հովհաննեսին եմ հրավիրելու անպայման եթեր եւ այս բաները ինձ ոգևորում է, կարեւորում է ինձ բաները, ես ինչու հաճախ չեն անում այս ամեն ինչը։ Եկեք ես պրոպագանդեմ, եկեք ասեմ, անելիքս ես գիտեմ ոնց կասեմ։ Չեն ասում։ Ուզում եմ ժողովուրդը շատ լավ զգա, որ մարդիկ զարթնեն, այն արթնանան են, այս քնած իրականությունից։ Մարդիկ կան չեն ուզում։ Մարդիկ կան չեն ուզում, ասում են, չէ, էսի պետք չի երկի։ Բայց ժողովրդական անսամբլ Լոս Անջելեսում ստեղծվել է առաջին Մտամ իրանք չեն արել էլ այդպես անսամբլների հետ համել։ Կամ ընդեղից բերած երկիչների հետ չեն արել, հիմա նոր պետք է այս Հովհաննեսը ստեղծի։ Մեկը կայնա քո ներկայությամբ էլ են։ ախպեր, կայնած եմ հովիգի մեջքին։ Ես եմ։ Եվ մենակ ես չէ, մեր այս օրկեստրը կանգնած է, ես ինչ չեմ հավարում օրկեստրանտ, ես սոլիստ եմ, հարմար կլինի իրանց կկանչեն, ես կետամ կերկեմ մեծ սիրով, որտեվ սիրում եմ հովիկին էլ, գագիկին էլ, բադալյան, դենտեղ Ռուբոն իմ հետ ուսանողական երա մնացած երաժիշտերին, մնացած երկիչներին թողներեն ինձի, ես իրանց անունները չեմ տալի, բայց այս համերգը իրոք տոնակատարություն էր։ Դե հա։ Տոնակատարություն էր եւ շատ լավ համերգ էր։ Ունենք Ռուբեն Մաթևոսյան եւ ողջ մարդը այսօր Այդ մարդը իր ուսանողները Արմանը Հովհաննեսյան, մյուսը տղաները բանը անենց մեծարեցին, sense բերեցին, հասցրեցին, որտեղ հովիկը շատ լավ բան է կարել։ Այնքան լավ բան, մեր Արմենը երկեց, Արմենշիկը երկեց, բանալեց, ասենք իշա ուսանողը չի եղել, բայց սրտանց նորիկը բան այնքան լավ անցավ, այնքան ջիգարով փաթաթան երևի Facebook-երով էլ տեսած կնեն, ապարում էինք հետը բան այնքան ուրախացրեցինք այդ մարդուն, որովհետև այդ մարդը սաղ իր ամբողջ կյանքը այնքո ասած ճիշտ տեղից է ուրախացել ժողովուրդը։ Դե հա, բնականաբար։ Հիմա այդ մարդուն ոնց կարաս։ Եկեք ասեք մեծացել է, վերջ էլ պետք չի մեզ։ Դա ասելու բան։ Չի կարելի։ Չի կարելի։ Օրբելյանն էլ էր մեծացել, բայց իր մի հատ մատը, մի հատ մատը, որ խփում էր դաշնամուրի ստեղներին 15000 հատ երիտասարդ էր ծնվում, հենց այնց սկսենք։ Գրիշյան, հա։ Ես մենակ մի բանի վրա եմ շատ զարմանում, որ մեր այս իրականությունը մենք պետքա փոխենք առաջնային։ Իրականությունը մենք պետքա փոխենք եւ ամեն մեկը տան մեջ նստած պետքա մտածի ինքը ինչ անի վաղվա օրվա համար, որ բոլորի համար հասանելի լինի, լավ լինի։ Ես կարծում եմ, որ մենք պետքա անենք, այդ քայլը պետքա անենք, որովհետեւ
Չեմ ասում, sense ուղակի խոսքեր, որոնք ուղակի սիրտս ցավում է, որովհետև ես էլ ունեմ երեխաներ, շատ են ունեն երեխաներ։ Լավ, ինչ անելու է երեխաների ապագան։ Ասես, դու ես ուզում, չէ՞։ Չգիտեմ։ Մի հատ խոսք կա, ասում է, երբ որ հասնեք մի հատ տեղ, որ արդեն զգում եք բանա, կողքներդ կայնացան։ Դա ոնց է, տենց լինում։ Հա, պետք է կողքից կայնաց այդքան կառաջ, Այո։ Բայց Գրիշյան, ես ասում եմ նորից, շատ մարդիկ են ստեղ հերոստաժանված է, ինձ կանչել են որպես առաջի բան, հյուր, ասել են փագի։ Բացել է որ ես ռոպագանդան փագի։ Չի աշխատելու։ Որտեւ արդեն քու դրվածքից, քու պահվածքից այնքան որ մի բան անես, մեր կողքից ռեկլամ եկալես բերեստանես, ինչքան գիտեմ, ստեղ ռեկլամ է չունես հա։ Ես չէ այդպես։ Հա։ Մեր ուժերով պահում ենք։ Ապրես։ Հա, դե վրեժը Չէ, շնորհակալություն միայն եւ միայն ABC Գագիկ Թամրազյանին, որ միշտ ինձ հետ է քայլում։ Հա։ Բայց դա բավարար չի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, ցավատանեմ։ Դրանք պետք է փագեն կան նորերը ու խելացիները։ Պետք է վարելու ձև իմանան։ Հո մենակ հերոստաժան պահելով չի։ Այնքան հերոստաժան տեսանք ստե։ Հասկանալի է։ Փագել տվինք։ Փագել չտվինք, ուղղակի ասինք փագի։ Դե ամեն դեպքում ես մենակ մի բանի վրա եմ շատ զարմանում, որ մեր իրականությունն էսքան լուռ է։ Մարդկանց էլ որ խոսացնում ես, երբեմն ես անկեղծ եմ միշտ լինում իմ եթերներում, դեք ուզ էստեղ կան ապրողներ, երբ որ Հայաստանի մասով ցավով խոսում եմ կամ հայ մարդու մասով ցավով խոսում եմ, այնքան անտարբեր են։ Ու սենց մտածում ես լավ, ախր ինքը տենց մարդ չի, բայց ինչ մտավ իր մեջ, որ ինքը սենց դարձավ։ Ասեմ, իրանց վրա շար են անում, ու իրանք էլ հավատում են։ Իրանք էլ հավատում են, ասենք շար են անում Նիկոլի վրա, որ ինքը լավ վարչապետ է, հավատացել է։ Շար են անում մի հատ երկիչի վրա, ես շատ մարդկանց վրա եմ շար արել։ Ու իրոք հավատացել եմ, որ իրանք երկիչ են, արատեն չի կարգը։ Երկիչն են, որ ժողովրդի կողմից սիրված է, բանա, դու զորով ինչ ուզում ես արա։ Ես կարամ քո վրա 30 սայզանոց շալվար հագցնեմ, չեմ կարա դու 38 ես հագնեմ։ Կամ ես հագնեմ 44 կամ 58։ Էնի մեծա, եսի փոքր է, բայց ես հագնեմ իմ չափով։ Իմ ոտքս պետք է մեկնեմ իմ գյորա։ Իմ ոտը կարա եկա։ Բաս կկդրեն։ Հասկանալի է։ Ամեն դեպքում ցավում ենք, որ մեր իրականությունը այսպեսին է։ Մենք երբեք չենք պատկերացնի, որ կգա այսպիսի օրեր։ Իրոք չենք սպասում, որովհետև Գրիշյան մենք իրար հետ ավելի լավ ինտերվյուներ ենք ունեցել, իրար հետ ավելի շատ ենք շփվել, իրար հետ բեմ ենք բարձրացել, իրար հետ ես հիշում եմ ներկայացում էի խաղը, մեկը ոչ դուք բան եք ասել ինձ, ոչ որ եկա բարձրացա բեմի վրա կոնյակը վեկալա գնացի։ Սա խոսակցությունն է եղավ։ Գիտեմ։ Բայց ամեն ինչն էր հավես։ Ամեն դեպքում ես կարծում եմ ու ուզում եմ, որ ցանկանամ մեր սերունդներին, որ նախ առաջի հերթին պարոն Մանսուրյան, ինձ համար անհրաժեշտություն է, որ մեր ազգը կրթվի, ապագա սերունդները կրթվեն, երեխաները կրթվեն, դա շատ կարևոր է։ Ժամանակին կարող է ծնողներին այդ ուշադրությունը չհայցնենք, ասենք լավ է սովորում, բայց չէ, պարտադրեք երեխաները կրթվեն, պարտադրեք սովորեն, որովհետև եթե այսպես շարունակի, դաժան է։ Կետան, ծերից կետան։ Կործանվենք։ Մի հատ էլ բան ասեմ, Ասա։ այն բանը կա, ես գիտես, որը կուզեմ լինի։ Որտեմ ասում ախպեր ջան, ինչ կա ուտելու։ Մա քաբաբ, ասում եմ բեր։ Աղջիկա հետ ալամ, այս բերող ասում ախպեր պայպայով, թե առանց պայպայ։ Ասում տարբերությունը ո՞րն ասում $5 է, 5 ռուբլի ավել, ասում պայպայով բեր ախպեր։ 3 րոպե հետո խոհանոցի դուրը բացում, քաբաբը ձեռս ասան, պայ։ Ես կուզենամ սաղս իրար պայ ասենք։ Ես էլ կուզենամ։ Ամեն դեպքում այսպես պայպայով ու լավ տրամադրությունով, որովհետև Ռազմիկ Մանսուրյանի հետ ալկեպ հնարավոր չի, ավարտում ենք մեր եթերը, պարբերաբար հետևեք մեզ, մենք աշխատում ենք ABC հեռուստակայանում, հետևեք մեզ Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ եւ ապահով։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։